Եթերում ապդեյթ լրատվականն է, բարի երեկո։ Եվ այսպես Հայաստանը մտադիր է Ռուսաստանի հետ գործակցությունը տանել դրական ուղղությամբ, չնայած երկու երկրների միջև խնդիրներին, արտգործնախարարն է հայտարարել։ Սերգեյ Լավրովի հետ ասուլիսում Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը չեն հերքում խնդիրները, կան հարցեր, որոնք տարբեր կերպ են ընկալում։ Կա երկու տեսլական հարաբերությունները տանել բացասական կամ ընդհանուր շահերից ելնելով դրական ուղղությամբ։ Միրզոյանը շեշտել է, որ նախարար Լավրովի հետ քննարկումները շատ կառուցողական են, շարունակական եւ առողջ գործընկերային։ Հարցին պատրաստվում են վերաֆորմատավորել դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, նախարարի պատասխանը միանշանակ ոչ է եղել։ Մասնավորապես անդրադառնալով հարցին այն մասին, թե մենք արդյոք պատրաստվում ենք վերաֆորմատավորել մեր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, ուզում եմ շատ ուղիղ պատասխանել՝ ոչ։ Մեր պարտավորությունները եւ իրավունքները եւ մեր մտադրությունները միմյանց նկատմամբ հստակ գրված են թղթի վրա, ստորագրված են, ավելացված են եւ դրանք որևէ մեկը չի լուծարել։ Միևնույն ժամանակ հայտնի են հայաստանյան կողմի մտահոգությունները այն մասին, որ նախատեսված միջոցառումները, մեխանիզմները ոչ անպայմանորեն միշտ եւ ոչ անպայմանորեն ամբողջությամբ կամ սահմանված կարգով աշխատել են, բայց սա բոլորովին այլ հարց է։ Այստեղ կարող ենք քննարկել սահմանված մեխանիզմների արդյունավետ գործարկման հարցը, բայց հարց այդ մեխանիզմների եւ ընդհանրապես հարաբերությունները վերաֆորմատավորելու մասին մեր օրակարգում չկա։ Իհարկե կա նաեւ մեր հարաբերությունները բազմակողմ միավորումների շրջանակներում, օրինակ հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, այստեղ եւս հայաստանյան կողմի մեկնաբանությունը գնահատականը գաղտնիք չի, ես այսօր որևէ նոր հայտնագործություն չեմ անի, եթե ասեմ, որ մենք բավարարված չենք ՀԱՊԿ-ի շատ կոնկրետ իրադարձություններին տված արձագանքով եւ հայտնի է նաեւ, որ մենք սառեցրել ենք մեր գործունեությունը այդ կազմակերպության շրջանակներում։ Այստեղ այս պահին գոնե ավելի հեռուն գնացող հետևություններ չի անի, բայց ուզում եմ արձանագրել նաեւ համաձայնվելով նախարար Լավրովի հետ, մեր քննարկումները շատ կառուցողական են, շարունակական են, այդ քննարկումները ունեն կոմպոնենտ խնդրահարույց հարցերի, ունեն կոմպոնենտ դրական դինամիկա ունեցող հարցերի, առողջ գործընկերային հարաբերություններ եւ առողջ գործընկերային քննարկումներ։ Ռուսական դիվանագիտության ղեկավարն էլ փակագծեր է բացել առանձնազրույցից, նշել, որ բարձրացվել է անվտանգության ոլորտում գործակցության թեման։ Հայաստանն ինքն է որոշում, թե որտեղից է ավելի լավ զենք գնել՝ Ռուսաստանից, թե Ֆրանսիայից։ Ռուսական կողմը շահագրգռված է Հայաստանի ակտիվ մասնակցությամբ ՀԱՊԿ աշխատանքներին, նշել է Սերգեյ Լավրովն ու մեկնաբանել 2022-ի սեպտեմբերին Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ ՀԱՊԿ-ի գործողությունների վերաբերյալ Երևանի դժգոհությունը։ Նրա ելույթին արձագանքել է Արարատ Միրզոյանը։ Համարժեք արձագանք ասելով չգիտեմ ինչի նկատի ունեք, մեր պարտավորություններից բխող արձագանքը, որը համապատասխանում էր ՀԱՊԿ-ում Հայաստանի հետ մեր պայմանագրային պարտավորություններից, այդ արձագանքը եղավ անմիջապես առաջնախումբը, առաքելությունը իրավիճակին ծանոթանալու համար փաստահավաք, այսպես ասած, առաքելությունը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի ղեկավարությամբ միանգամից ուղևորվեց դեպքի վայր, ներկայացրեց օպերատիվ զեկույց, կոնկրետ եւ պրակտիկ առաջարկություններով այն մասին, որ պետք է ՀԱՊԿ-ի դիտորդների առաքելություն ուղարկել այնտեղ իրավիճակը կայունացնելու համար, դիտորդների թիվը նախանշվեց իրենց զինատեսակների կազմը, այդ հարցը քննարկվեց նույն տարվա հոկտեմբերին Երևանում ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի ընթացքում, դրանից առաջ եղել էր կառավարությունների հանդիպում, աշխատում էին արտգործնախարարները եւ պաշտպանության նախարարներն այդ ուղղությամբ, աշխատում էին երկար, իրենք էին խմբագրում այդ առաջարկությունները, որոնք ՀԱՊԿ-ի կառավարության կողմից ներկայացվեցին, այդ Սամվել Միրզոյանի նախագահությամբ եւ վերջում մենք հասանք կոնսենսուսի ամբողջ տեքստի վերաբերյալ եւ առավելության տեքստը ներկայացվեց
պետությունների կառավարությունների ղեկավարների քննարկմանը, բայց այդ իրավիճակում արդեն համաձայնեցված տեքստը տարբեր պատճառներով հայկական կողմն առաջարկեց հետաձգել, կոնսենսուս չեղավ, մենք համաձայնեցինք, տվեցինք մեր համաձայնությունը եւ որոշ ժամանակ անց արդեն հայտարարվեց նոյեմբերին 2022-ի հայտարարվեց Եվրամիության առաքելության մասին եւ Պրահայում հայտարարվեց այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի պատկանելիության հարցում դիրքորոշումը այժմ արդեն երկկողմ հիմունքներով, որոնք հաստատվեցին Բաքվի եւ Երևանի կողմից, որոշվելու է 91 թվականի Ալմատիի հռչակագրի հիման վրա, որի համաձայն Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանի մաս է։ Ես թերևս չեմ կարող անմասն մնալ այս չափազանց կարևոր խոսակցությունից, իդեպ այս հարցը եւ այս թեման շատ սերտորեն կապված է եւ ես կասեի մաս է նախորդ հարցի։ Սա հենց այն դեպքերից է, երբ մենք երկու երկրներս ունենալով բազմաթիվ հարցերում փոխըմբռնում եւ միասնական անցալում եւ մեկնաբանություն, միաժամանակ ունենք նաեւ հարցեր, որտեղ տարբեր են իրադարձությունների մեկնաբանությունները եւ սա հենց այդպիսի հարց է եւ հենց ջերմուկի ուղղությամբ հարցակումը հենց այդպիսի հարց է եւ անկյունակարային է եղել այդ իրադարձությունը նաեւ հետագա զարգացումների եւ դիրքորոշումների համար այդ թվում եւ ՀԱՊԿ անդամակցության սառեցման համատեքստում հետեւաբար ես էլ կուզեի կրկին առիթից օգտվել եւ ներկայացնել Հայաստանի ընկալումների եւ Հայաստանի դիրքորոշումը։ Ես շատ լավ հիշում եմ իրադարձությունները, ես ինքս անձամբ մաս եմ եղել այդ իրադարձությունների։ Մենք հիշում ենք, երբ օգոստոսին 2022 թվականի ռուսական կողմը միջնորդական առաջարկություն ներկայացրեց Հայաստանին եւ Ադրբեջանին, հերթական անգամ վստահաբար բարի մտադրություններից ելնելով հայաստանյան կողմը իր համաձայնությունը հայտնեց այդ առաջարկություններին, ադրբեջանական կողմը չտվեց դրական դիրքորոշում, սա օգոստոս ամիսն էր, օգոստոսի արդեն վերջ, երբ մենք հասկացանք, որ չկա միասնական դիրքորոշում դրական, եւ ապա սեպտեմբերին արդեն առաջի կեսին մենք տեսանք ադրբեջանական զինված ուժերի հարձակումը ջերմուկի ուղղությամբ եւ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտում, Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված սահմանների խախտումը, իհարկե մենք այս մասին տեղյակ պահեցինք մեր դաշնակիցներին եւ Ռուսաստանի դաշնությանը ուղիղ որպես երկկողմ դաշնակից եւ նաեւ ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր ռազմական դաշնակիցներին գործողությունները, որոնք դրանք հետևեցին, ինչպես արդեն առիթ ունեցել ասելու գոհացուցիչ չէին Հայաստանի Հանրապետության համար եւ արդեն հաջորդ ամիս հոկտեմբերին տեղի ունեցավ քառակողմ հանդիպում Պրահայում, որտեղ կողմերը վերահաստատեցին դեռևս 91 թվականի դեկտեմբերից գործող ընդհանուր ընկալումը, ստորագրված ընկալումը այն մասին, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչում են իրենց տարածքային ամբողջականությունը Ալմատայի հռչակագրի հիման վրա։ Ես ուզում եմ կրկին հիշեցնել, Ալմատայի հռչակագրին միանալով երկրները, մասնավորապես Հայաստանը եւ Ադրբեջանը, ճանաչել են, որ ճանաչում են միմյանց սահմաններ եւ տարածքային ամբողջականությունը խորհրդային միության փլուզման պահին գործող սահմանների շրջանակներում։ Ինչ վերաբերում է այս հարցում Լեռնային Ղարաբաղի խնդրին, ապա Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը տարիներ շարունակ եղել է չկիսված որևէ միջազգային գործընկերոջ կողմից, այդ թվում նաև հարկ եմ համարում այս պահին հիշեցնել, որ Ռուսաստանի Դաշնությունը բարձրագույն մակարդակով ընդգծել է Լեռնային Ղարաբաղի պատկանելությունը Ադրբեջանին, Հայաստանի Հանրապետությունը չի վիճարկում այս մոտեցումը, Հայաստանի Հանրապետությունը կրկին ուզում եմ առիթից օգտվել եւ ասել, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Ալմատայի հռչակագրի վրա հիման վրա եւ
բնականաբար ակնկալում է եւ ստացել է հավաստիացում Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ կրկին Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Շնորհակալ եմ։ Նախարարների հանդիպանը զուգահեռ արտգործնախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա է անցկացվել։ Մեր երկրում արևմտյան հայացքներ ունեցող մի խումբ քաղաքացիներ, որոնց շարքերում եղել են նաև քաղաքական, հասարակական գործիչներ, իրավապաշտպաններ, տարբեր պաստառներով հավաքվել են նախարարության շենքի դիմաց։ Ոստիկանները ակցիայի մասնակիցներին հորդորել են դադարեցնել գործողություններն արարողակարգային հանդիպումներին չխոչընդոտելու համար, որին ի պատասխան հավաքվածները հայտարարել են, որ որևէ կերպ չեն խանգարում շենքի ներսում տեղի ունեցող հանդիպմանը։ Կողմերի միջև տեղի է ունեցել վիճաբանություն։ Մի խանգարեք, մենք չենք խանգարում, մեր խաղաղ ակցիա, մենք շարունակելու ենք այնտեղ, որտեղ հայտարարել ենք մենք հայտարարել ենք, որ արտգործնախարարության շենքի առջև, այո, նայել է առջև, դրա համար չենք խոչընդոտում, խնդրում ենք անցեք փողոցի այն կողմը։ Եվ մենք հիմա ուզում ենք մեր քաղաքացիներին իրազեկել, թե ինչ հանցագործ է այստեղ եկել Հայաստան։ Բարոն Բաբաջանյան, խանգարում եք, դուք չեք տալիս, որպեսզի մեր քաղաքացիները հիմա այստեղ խաղաղ ակցիա իրականացնում, մենք ենք որևէ կերպ չենք ուզում խոչընդոտենք ձեր ակցիային, ընդհանրապես տեղանքի առումով խնդրում ենք առաջանալ է փողոցի այն կողմ խաղաղ ակցիային։ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն աշխատանքային այցը սկսել էր Մայր Հայաստան հուշարձանի անմար կրակի մոտ ծաղկեպսակ դնելով։ Ապա կայացել էր արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույցը։ Քննարկել են հասարակություններին հուզող զգայուն հարցեր, ինչպես օրինակ միգրացիոն փոփոխությունները, մեդիա ոլորտին առնչվող նաև հումանիտար հարցեր, ստորագրվել է գերատեսչությունների քաղաքական խորհրդակցությունների նոր պլանը։ Իրանը հերթական անգամ վերահաստատել է դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների կայունության պահպանման վերաբերյալ։ Պաշտպանության նախարարը Երևանում հայ պաշտոնակցի հետ հանդիպմանը վստահեցրել է, Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն Իրան-Հայաստան ընդհանուր սահմանի նկատմամբ, այն անվանելով երկու ժողովուրդների միջև պատմական հաղորդակցման ուղի։ Գեներալ Նասիր Զադեն ընդգծել է երկրների հարաբերությունների ռազմավարական կարևորությունը, նշել, որ Հայաստանը հատուկ տեղ ունի Իրանի հարևանության քաղաքականության մեջ։ Նրա գնահատմամբ Թեհրանի և Երևանի հարաբերությունները կառուցված են ամուր պատմական և մշակութային հիմքերի վրա և Կովկասում երկարատև խաղաղությունը լայն հնարավորություններ կստեղծի տարածաշրջանային զարգացման համար։ Նախարարները բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում գործակցության մակարդակը։ Նախարարին ավելի ուշ ընդունել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը և անվտանգության խորհրդի քարտուղարը։ Հանդիպմանը Նասիր Զադեն ևս մեկ անգամ դեմ է արտահայտվել միջազգային ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության։ Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության շրջանակում Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնելու առաջարկով հանդես եկած Արթուն ենք քաղաքացիական շարժման նախաձեռնող հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գնացել էր ազգային ժողով հանդիպելու պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ քննարկելու գործընթացը։ Էդգար Ղազարյանին այս անգամ ընդունել է հանձնաժողովի ընդդիմադիր անդամ Գեղամ Մանուկյանը։ Նշեմ, որ հանձնաժողովի ղեկավարը ՔՊԱ-ական Անդրանիկ Քոչարյանն է։ Մի քանի րոպե տևած հանդիպան ժամանակ Էդգար Ղազարյանը հանձնաժողովի անդամից հետաքրքրվել է, թե ինչու մինչև հիմա չի հրապարակվել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցը, միաժամանակ հայտնել, որ կառավարությունը չի իրականացրել իր ծրագիրը։ Ղազարյանը Մանուկյանին ասել է, որ իմպիչմենթի գործընթացի մանրամասները ներկայացված են ավելի վաղ տրված դիմումում և առաջարկել է պատգամավորին հանձնաժողովում այդ հարցը քննարկել։ Պարբերաբար մենք բարձրացրել ենք Նիկոլ Փաշինյանի երեսին ասել ենք, որ ինքը այն ծրագրով 21 ընտրությունների մասնակցել, հարություն աշխարհ հակառակորդությունից ցավալել, անվտանգությունից, տնտեսությունից, արտաքին քաղաքականությունից, արտաքնացությունից բոլոր հարցերով եւ պարբերաբար մեծ պատմությունները շատ մանրակրկիտ դիմակայել են դա, ներկայացրել են փաստերով եւ մեր գործընկեր ծրագրերը պարբերաբար լուսաբանել, դա ամեն դեպքում ես հանձնաժողովին կփոխանցեմ կապ։ Դուք հիմա ճիշտ ասած մի շատ վատ բան ասեցիք, որովհետեւ սրանից առաջ ես մի հանդիպում ունեցել եմ պատգամավոր Գեղամ Նազարյանի հետ, որ ասաց, որ ինքը նույնիսկ չգիտի, որ կառավարությունը գործնական ծրագիր ունի, ինքը ծանոթ չի այդ ծրագրին։ Գեղամ Մանուկյան։ Գիտեմ, դրա համար եմ ասում։ Հիմա, բայ եթե դուք տեղյակ եք կառավարության, որ ակնհայտորեն ես նաև ձեր գործնական, որ ոչ միայն տեղյակ եք ծրագրի մասին, այլ նաև դրա դրույթների չկատարման մասին, ընդ որում կետ առ կետ արձանագրելով, այդ դեպքում հասարակությունում, այդ դեպքում դուք ինչի չեք նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացների մասին, ամեն դեպքում ձեր առավել եւս որ դուք տեղյակ եք, խնդրում եմ հնարավորինս գործունեության մասին ամեն դեպքում ձեր բոլոր դիտարկումները
առաջիկա հանձնաժողովին կփոխանցի։ Ես շատ շնորհակալ եմ։ Հակակոռուպցիոն դատարանում կայացել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով վերաբացված առաջին դատական նիստը։ Գործով մեղադրյալներ են նաև նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը, Ֆլեշընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, գյուղնախարարության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը եւ նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանը։ Նրանք մեղադրվում են պետբյուջեից մոտ 5 միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու համար։ Նիստից հետո Սերժ Սարգսյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Կանխատեսումներ անել էլ իմ գործը չի, բայց ես հույս ունեմ, որ այս դատարաններ մանրամասն կքննի եւ կհամոզվի մեղադրանքի աբսուրդային լինելու մեջ։ Իշխանության հաշվարկը կարծում եմ այս եւ այսպիսի այլ դեպքերում հետեւյալն է։ Իշխանությունը համարում է, որ պետության փողով, այսինքն դատախազություն, քննչական համակարգ, դատական համակարգ ու որոշակի դեպքերում ոստիկանություն կարելի է ներգրավել, գործեր սարքել, մարդկանց զբաղվածությունը ուղղել այս ուղղությամբ, որովհետև ժամանակը այսօր ամենակարևոր եւ ամենաթանկ ռեսուրսն է, եւ փորձել քաղաքականապես ակտիվ դեմքերին հնարավորինս դուրս մղել քաղաքական գործընթացներից։ Այսինքն շատ դեպքերում իրենք ունեն կանխատեսումները, իրենք ունեն գիտակցումը, որ այդ գործերը չեն գնալու եւ ես տրամաբանական կետին չեն հասնելու իրանց տեսանկյունից եւ այս իրավիճակում իրենց համար գլխավոր խնդիրն է սկսել քաշքշուկ 4-5 տարվա կտրվածքով մարդկանց տանել, բերել, ժամանակ ամբողջությամբ կենտրոնացնել այդ մասով, որից բնականաբար քաղաքական առումով տուժում է տվյալ անձը, տուժում է նրան ներկայացնող քաղաքական ուժը եւ մարդիկ։ Նույնը դրսևորվում է առաջին հերթին Սերժ Սարգսյանի դեպքում, որպես նաև հանրապետականի ղեկավար, նույնը արտահայտում է հանրապետականի փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործում, որը դուք հաճախակի լուսաբանում եք, եւ կարծում եմ, որ նաև Սերժ Սարգսյանի հետ կապված այլ քրեական գործերը, որոնք տարբեր տարիներով անդադ հնչեցնում էին, զրպարտություններ դա նաև որպես հետևի արտահայտվում, նույն դիզելի գործով պարզ դարձավ, որ դրանք շատ արագ զրոյացվում են եւ ըստ էության այն տեղեկությունները, որոնք որպես փաստ փորձում էր իշխանության քարոզությունը ներկայացնել, դրանք շատ կարճ ժամանակահատվածում հանրության համար տեսանել են դարձնում, որ տակը չկա գործընթաց, տակը չկա իրավական գործընթաց եւ այս ամենը պարզապես արվում է քաղաքական ակտիվ դեմքերին, քաղաքական կամ ներքաղաքական process-ներից հնարավորինս դուրս թողելու համար։ Կոնյակագործները դարձյալ ակցիա են անցկացրել Վրաստանի դեսպանատան դիմաց, բողոքում են հայկական ապրանքները Վրաստանի տարածքով արտահանելու գործընթացին խոչընդոտելու դեմ։ Ասում են Ռուսաստան եւ Բալթյան երկրներ արտահանման համար նախատեսված կոնյակը Վերին Լարսի անցակետում ինքնաբուխ լաբորատոր փորձաքննության է ենթարկվում, ինչը հսկայական ուշացումներ եւ ֆինանսական կորուստներ է ենթադրում։ Չեն հասկանում ինչու պետք է իրենց ապրանքի կապարակնիկները փոխվեն, ուղարկվեն լաբորատոր ստուգման, եթե այդ ապրանքը Վրաստանի համար չէ։ Վրաստանը պարզապես տարանցիկ երկիր է, բեռնված մեքենաներն արդեն 40 օր է արհեստական խոչընդոտներով պահվում են Վրաստանի տարածքում։ Նշեմ, որ նախորդ բողոքի ակցիայից հետո էկոնոմիկայի նախարարը հայտարարել էր, որ բողոքն արդարացի է եւ ինքն անձամբ մեկնելու է Վրաստան հարցին լուծում տալու համար։ Ես շշտում ինչ մեքենաներ կամ ինչ, երբ որ մեր մեքենաները մտնում են գեյզի անցակետ, ես այնտեղ վարորդներին խնդրում եմ, գիտեք, վարորդները մեկ մյուսի հետ կապ են պահում, վարորդներին խնդրում եմ, իրենք անձամբ մոտենում են, հերթով հարցնում են ում մեքենան համատեղ, ում մեքենան չնատեղ, եւ իրենք շատ լավ տեղեկացված են, ու այս ստացված տեղեկությունների, այո, գործարանները կան, որ դեռ շարունակում են առանց որևէ խոչընդոտ անցնել վրացական սահմանը եւ գնալ դեպի Ռուսաստան եւ Բելարուս։ Այս պահի դրությամբ մի քանի գործարանների հետ է խնդիրը, կարծես թե, բայց ես կոչ եմ անում բոլոր տնտեսվարողներին, որ համախմբեն, քանի որ եթե այսօր մի քանի գործարանների հետ է խնդիրը, սա կտարածվի նաև մյուս գործարանների մասով, մյուս գործարանների վրա, այսինքն փուլ առ փուլ գնալու եք շատ դեպի ավելի վատ։
Վերջերս հանրության ուշադրությունը սևեռվեց Արարատի Մարզի Մղջյան գյուղի միջնակարգ դպրոցի վրա, որտեղ բարձր դասարանցի մի քանի տղաներ դպրոցի զուգարանում կապ կպել էին 4-րդ դասարանի 2 աշակերտի եւ ստիպողաբար թմրանյութ տվել, որից հետո երեխաների մոտ կախվածություն էր առաջացել։ Նրանք սկսել էին տնից գումար գողանալ կրկին նույն աշակերտներից թմրանյութ գնելու նպատակով։ Թեմային անդրադարձել է Ռաֆայել Մնացականյանը։ Ռաֆայել, խնդրեմ։ Շնորհակալություն, բարի երեկո, հարգելի բարեկամներ։ Կխոստովանեք, որ կրթությունն ու կրթվածությունը եւ կրթության ոլորտում առկա մարտահրավերները եղել են ու լինելու են մեր զրույցների առանցքային թեմաները։ Բայց ցավոք տեղեկությունները, որ ստացվում են կրթական հաստատություններից, մանավանդ դպրոցներից, մեղմ ասած հուսադրող չեն։ Դեռ շարունակում է թար մնալ այն բուլինգի ենթարկված ուսուցչու թեման, բայց հանկարծ մեկ այլ դպրոցից ստացվեցին մտահոգիչ տեղեկություններ։ Խնդրեմ, Արարատի մարզի Մղջյան գյուղի միակ դպրոցի բարձր դասարանի մի քանի աշակերտներ ըստ տեղեկությունների 4 ամիս շարունակ հետապնդել են 4-րդ դասարանի առնվազն 2 երեխաների, ստիպողաբար նրան շուրթերին թմրանյութի նմանվող ինչ-որ ճերմակ փոշի են լցրել են անգամ բերանները այդ փոշին, այսպիսով ըստ նախնական տեղեկությունների նրանց մոտ հրահրում էին կախվածություն։ Հետո ստիպել են, որպեսզի նրանք տնից գումար բերեն։ Այսպիսի հեռանկարային քայլեր։ Ահազանգում էին մղջյանցիները, խնդրելով ուշադրություն հրավիրել այս խնդրի վրա եւ մեկնաբանել, բայց խնդրեցին նաեւ, որպեսզի նրանք մնան անանուն։ Դե հասկանում եք, փոքր համայնք է, երևի վախենում են։ Ուսագուցե այսպես էլ մնար անանուն ու կասկածների տիրույթում, եթե չլիներ պատկան մարմինների հետաքրքիր մեկնաբանությունը։ Քննչական կոմիտեն ոչ միայն չի հերքել այս ահասարսուռ մանրամասները, ավելին հայտարարել է 4 անձի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, 2-ի նկատմամբ կիրառվել է դաստիարակչական գործառույթ, վարչական հսկողություն, մեկն էլ տնային կալանքում է, մյուսն էլ անգամ ձերբակալելու որոշման մասին է խոսում։ Այսպիսով, տուժածներն ու մեղադրյալները տոքսիկոքիմիական փորձաքննություն պիտի անցնեն, միայն դրանից հետո իրավապահները կասեն, թե ինչ է եղել, թմրանյութ էր, թե ոչ։ Իրեւ հետաքրքրական էր նաեւ, որ երբ ժամանակագրության մասին հետաքրքրվեցինք, պարզեցինք հետեւյալը, որ արդյունքները լինելու են հայտնի առնվազն 1 ամիս անց։ Կսպասենք։ Հասկանալի է, չէ, որ այս խայտարակությունից հետո աշակերտների ծնողները շատ հուզված էին, լարված ու մեղմ ասած անհանգիստ։ Դե բնականաբար ֆիլմի սցենարի նմանվող գործառույթներ են զարգանում այն էլ գյուղի միակ դպրոցում։ Իդեպ հարկ է նշել, որ ծնողների հետ հանդիպել է նաև մարզպետարանի հանրակրթության վարչության պետ Մարտուն Մանուկյանը, ով չի բացառել, որ տնօրենը կազատվի աշխատանքից։ Իրավապահներից բացի դպրոցում անելիք ունենք նաև մենք։ Այս մասին արդեն հայտնում է Կրթության, Գիտության, Մշակույթի, Սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Այս հայտարարություններից շատ չանցած Մղջյանի միակ դպրոցի տնօրենը հրաժարական է տվել եւ նոր պաշտոնակատարը հենց մղջյանցի է, կողքի բնակավայրի դպրոցներից մեկի փոխտնօրենն է եղել ժամանակին։ Այսպիսով, մեղադրյալներից 3-ը 11-րդ դասարանցիներն են, անչափահաս, մյուսը 12-րդ դասարանցի է, 18 տարեկան է, չափահաս։ Պնդումները, որ անչափահասների շրջանում թմրանյութերի տարածման ու օգտագործման դեպքերը կտրուկ աճել են, քննչական կոմիտեի պաշտոնյա Հովհաննես Համբարյանը թվերով է ներկայացնում։ Այսպիսով, 2024 թվականի թմրանյութի իրացման, պահելու եւ մաքսանենգության հոդվածներով առնվազն 1228 մարդ է պատասխանատվության ենթարկվել, նրանցից միայն 7-ն են անչափահաս։ Իհարկե, համացանցում եւ ոչ միայն համացանցում այլ թվեր եւս շրջանառվում են, բայց մենք գիտեք, հիմնականում պաշտոնական թվեր ենք միայն ներկայացնում, ուստի եւ սա գուցե միակ դեպքը չէ, որ դպրոցում է տեղի ունենում, համենայնդեպս մեկը հրապարակային դարձավ, այն որ նման շակերտավոր բարքեր են տիրում դպրոցներում, խիստ մտահոգիչ է, քանզի մենք բազմիցս հայտարարել ենք, որ դպրոցներում մեծանում է մեր ապագան, մեր երկրի ապագան, մեր վաղվա օրը։ Իհարկե, ես չեմ ցանկանում ընդհանրացնել, բայց եկեք լինենք իրատես։ Այս դեպքերին հետևելով, թմրամոլության ու խաղաղամոլության պաշտոնական թվերը հրապարակելով, ինչ ապագայի մասին ենք մենք խոսում, ինչ երկրում ենք մենք ցանկանում ապրել։ Մտածեք այս ուղղությամբ։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ միջազգային լրահոսին։
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ Ռոմի Պապն իր հետ հեռախոսազրույցի ընթացքում հաստատել է իր պատրաստակամությունը Վատիկանում հյուրընկալելու Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցությունների հաջորդ փուլը, փորձելով վերջ դնել կողմերի միջև պատերազմին։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մայիսի 19-ին կայացած հեռախոսազրույցից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես հայտնել էր, որ Վատիկանը պատրաստ է հյուրընկալել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այցելել է Կուրսկի մարզ եւ հանդիպել կամավորական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Ռուսաստանի Դաշնության նախագահը նաեւ հանդիպում է ունեցել Կուրսկի մարզի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնի հետ։ Ուկրաինայի զինված ուժերի Կուրսկի մարզի լիակատար ազատագրումից հետո սա Պուտինի առաջին այցն է տարածաշրջան։ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը Վլադիմիր Պուտինին ուկրաինական ուժերի դեմ գործողության ավարտի մասին զեկուցել էր ապրիլի 26-ին, մինչ այդ Պուտինը Կուրսկի մարզ էր այցելել մարտին։ Ուկրաինական ուժերը Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզ էին ներխուժել 2024 թվականի օգոստոսի 6-ին։ Ռուսաստանի քաղաքացիություն ստացած կենտրոնական Ասիայի երկրների 20,000 բնակիչ մասնակցում է Ուկրաինայում պատերազմին։ Այդ մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավական համաժողովում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը։ Նրա խոսքով դա կազմում է անվտանգության ուժերի կողմից խուզարկությունների ժամանակ ձերբակալված նոր ռուսաստանցիների ընդհանուր թվի 1/4-ը։ Մեր ռազմական քննչական վարչությունը ստուգայցեր է իրականացնում եւ արդեն բռնել ենք Ռուսաստանի քաղաքացիություն ստացած 80,000 տղամարդու, ովքեր չեն ցանկանում գնալ առաջնագիծ եւ հաշվառվել զինկոմիսարիատներում։ Նրանց զինվորական հաշվառման ենք վերցրել եւ առաջնագիծ ենք ուղարկել 20,000-ին, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն ցանկանում ապրել Ուզբեկստանում, Տաջիկստանում, Қырғызստանում, նշել է Բաստրիկին։ Մեծ Բրիտանիան դադարեցրել է ազատ առևտրի շուրջ բանակցությունները Իսրայելի հետ եւ պատժամիջոցներ է սահմանել արևմտյան ափի մի շարք հայտնի գործիչների եւ մի քանի վերաբնակների նկատմամբ։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմին նշել է, որ կառավարությունը չի կարող շարունակել բանակցությունները Իսրայելի կառավարության հետ գործող առևտրային համաձայնագրի թարմացման վերաբերյալ, անընդունելի քաղաքականություն անվանելով Գազայում եւ Իսրայելի կողմից օկուպացված արևմտյան ափում իրականացվող գործողությունները։ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտնել է, որ դաշինքը վերանայում է Իսրայելի հետ առևտրային կապերը կարգավորող Եվրամիության պայմանագիրը Գազայում Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով։ Նա նշել է, որ անդամ երկրների հսկայական մեծամասնությունը շատ է ցանկանում այն ուղերձն ուղարկել, որ այս մարդկանց տառապանքները անտանելի են։ Նա սակայն չի տրամադրել պայմանագրի վերանայման ժամկետների եւ մեխանիզմների վերաբերյալ հստակ մանրամասներ։ Մերձավոր դաշնակիցների ճնշումը Իսրայելի վրա աճում է Գազա օգնության մատակարարումների գրեթե 3 ամսյա շրջափակումից հետո, որը հանգեցրել է սովի մասին նախազգուշացումների։ Նույնիսկ Միացյալ Նահանգները Իսրայելի հավատարիմ դաշնակիցը մտահոգություն է հայտնել սովի ճգնաժամի վերաբերյալ։ Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ մայիսի 21-ի լուսաբացից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է 38 պաղեստինցի, որոնցից 24-ը Խան Յունիսում։ Այսպիսով վերջին 1 օրում պաղեստինյան անկլավում զոհերի թիվը հասել է 98-ի։ Իսրայելական ռազմական ինքնաթիռներն ավելի քան 20 հարված են հասցրել Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի տներին։ Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Վոնգը դատապարտել է Իսրայելի կառավարության անդամների կողմից աղետալի վիճակում գտնվող Գազայի ժողովրդի վերաբերյալ արված ատելությամբ լի հայտարարությունները։ Նաև կոչ է արել թույլ տալ հումանիտար օգնության առաքումը անկլավ։ Իսրայելը շարունակում է Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մեկնարկած ռազմական գործողությունները։ Իսրայելը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները համաձայնություն են ձեռք բերել, որը թույլ կտա անհապաղ մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված։ Համաձայնությունը ձեռք է բերվել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Շեյխ Աբդալլա բին Զայեդի եւ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի միջև հեռախոսազրույցի արդյունքում, համաձայն որի օգնությունը սկզբնապես կբավարարի Գազայի մոտ 15,000 խաղաղ բնակչի սննդի կարիքները։
Նախաձեռնությունը ներառում է նաև Գազայի հատվածում հացաբուլկեղենի արտադրամասերի շահագործման համար անհրաժեշտ պարագաների, ինչպես նաև երեխաների համար անհրաժեշտ պարագաների տրամադրում։ Չնայած 11 շաբաթյա շրջափակումից հետո Իսրայելը սկսել է թույլ տալ մարդասիրական որոշ օգնության մուտքը Գազայի հատված, սակայն պաղեստինյան անկլավին հարվածները շարունակվում են։ Վերջին մեկ օրվա ընթացքում իսրայելական հարվածներից Գազայի հատվածում զոհվել է գրեթե 100 մարդ։ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա 2023 թվականի հունվարին հարձակում գործած անձը առավոտյան մահապատժի է ենթարկվել։ Յասին Հուսեյնզադեն Ադրբեջանի դեսպանատուն էր ներխուժել կալաշնիկով, ինքնաձիգով եւ կրակ բացել, որի հետևանքով զոհվել էր դիվանագիտական առաքելության անվտանգության ծառայության ղեկավարը, անվտանգության 2 աշխատակից վիրավորվել էին։ Ըստ իրանցի իրավապահների Յասին Հուսեյնզադեն Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում էր գործել անձնական դրդապատճառներից ելնելով։ Դատավարության ժամանակ դատախազը պահանջել էր ամենախիստ պատիժը սահմանել մեղադրյալի նկատմամբ։ Եվ եղանակ վաղը դարձյալ արևոտ եղանակը պահպանվում է։ Տեղումներ չէ սպասվում, օդի ջերմաստիճանը կլինի 25-ից 27 աստիճան ցերեկը, գիշերը 10-ից 12 նիր։ Այսքանը դուք դիտում էիք Update լրատվականը, հաջողություն։